Առաջինի եթերում կիրակնորյա թողարկումն է, բարև ձեզ։ Ինչ է առաջարկում առաջինն այս կիրակին։ Անցնոր շաբաթվա հրաժարականը։ Եթե երկուշաբթի Հովիկ Աբրամյանը կրկնի ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի իր դիմումը, այն կհամարվի ընդունված։ Երևանն արդեն նոր քաղաքապետ ունի։ Ինչ սպասելիքներ ունեն հանրապետության նախագահն ու երևանցիները Տարոն Մարգարյանից։ Ինչպես խաչվեցին հայ առևտրանավի ու նավապետ Քիդի ճանապարհները, եւ ինչու անգլիացիները կախաղան հանեցին իրենց հռչակավոր նավապետին։ Ինչ գանձեր ու առեղծված է իր հետ օվկիանոսի հատակը տարել 17-րդ դարում խորտակված հայկական առևտրական նավը։ Հեռախոսամարաթոնն արդեն մեկնարկել է։ Համահայկական հեռուստամարաթոնին մնաց 4 օր։ Ջուրտուր, կյանք պարգևիր, մարաթոնի մայրաքաղաքից մեր հատուկ ռեպորտաժը։ Փոքրիկ հայ գեղասահորթուհու մեծ նվաճումները, 11-ամյա Էրիկա Ներսիսյանի հաղթանակները միջազգային սառցե հրապարակներում։ Ինչու ենք մենք ուշանում դասից, աշխատանքից, ժամադրությունից։ Ինչու են կանայք ավելի հաճախ ուշանում, քան տղամարդիկ։ Ճշտապագերմանացու եւ հոկեբանի դեղատոմսը։ Խորհրդային կինոարվեստի հայ մոհիկանը, Փարաջանովի հետնորդի դիմանկարը, հատուկ ռեպորտաժ Կիևից։ Եվ այսպես, անցյալ շաբաթ սահմանադրորեն արձանագրվեց, թե ով է ղեկավարելու մայրաքաղաքը Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո։ Տարոն Մարգարյանը Հայաստանի 3-րդ հանրապետության մայրաքաղաքի 11-րդ եւ 3-րդ ընտրված ղեկավարն է։ Նա քաղաքապետի միակ թեկնածուն էր եւ ընտրվեց միաձայն։ Նրա օգտին հանրապետականներից բացի քվեարկեցին նաեւ Բարգավաճի բոլոր падգամավորները։ Հաշվի առնելով Երևանի դերակատարությունը Հայաստանի կյանքում կարելի է պատկերացնել նաև Տարոն Մարգարյանի ստանձնած պատասխանատվությունը մայրաքաղաքի ընդհանուր թվով 54-րդ ղեկավարի պաշտոնում։ Հարաբերական նախագահի ելույթը նորընտիր քաղաքապետի երդմնակալության ժամանակ վկայում էր հենց այդ մասին։ Տարոն Մարգարյանը թեև երիտասարդ է, 33 տարեկան, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում 7 տարվա փորձ ունի։ Պարզ քաղաքացիները բարձր են գնահատում Ավան համայնքում նրա աշխատանքի տարիները։ Հենց ավանցիներն են բնութագրում, որ Տարոն Մարգարյանը շփվող ու անմիջական է քաղաքացիների հետ։ 49-ից 49 ով միացած ընտրվելա պարոն Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի 54-րդ ղեկավարն է, նրան ծափահարեցին նախ ՀԿ գործադիր մարմնի նիստում, ապա քաղաքապետարանում Երևանի ավագանու հանդիսավոր նիստում։ Ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, երկրի նախագահի, ամենայն հայոց կաթողիկոսի, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների ու Երևանի պատվավոր քաղաքացիների առջև տված նորընտիր քաղաքապետի խոստումն այլևս պատմություն է, իսկ խոստման բնօրինակը ԻՊԱ է հանձնվել Երևան քաղաքի պատմության թանգարանին։ Տարոն Մարգարյանի թիկունքին է նրա արդյունավետ գործունեությունը Ավանի թաղապետի պաշտոնում, ընտրվեց 2005-ին, ձեռք բերեց համայնքի բնակչության վստահությունը եւ վերընտրվեց 2008-ին, ստանալով ընտրողների ձայների 99%-ը։ Դեպ 2005-ին, երբ Ավան համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել, ու Տարոն Մարգարյանը առաջադրեց իր թեկնածությունը, ընդդիմախոսների հիմնական ու թերևս միակ քննադատությունը հենց նրա երիտասարդ լինելն էր։ Այն ժամանակ նա 27 տարեկան էր։ Համայնքի ղեկավարի պաշտոնում 3 տարիների աշխատանքն ապացուցեց, որ երիտասարդ ու եռանդուն լինելն ավելի օգտակար է եւ արդյունավետ համայնքի համար։ Նա ամեն ինչ արեց, որ Ավանը ամենամաքուր համայնքը դառնա, որ ջուրը ժամանակին գա, իսկ վերելակները աշխատեն անխափան, ասում են ավանցիները։ Տարոնը եկավ, լրիվ դարավ ես իմ կյանք անգամ բան արեցինքը։ Ինչ հատկապես։ Ես около каждого дома площадки сделали. Յուրաքանչյուր բակում խաղահրապարակներ կառուցեց, բարեկարգեց մանկապարտեզները, համայնքում շատ հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, համերգներ, բոլորը նրան ճանաչում եւ սիրում են, ընդհանրապես որպես հայր, որպես զավակ եւ մարդ, շատ օրինակելի է եւ որպես հարևան։ Շատ համեստ մարդ էր, որ անցնում էի աշխատանքի առանց ճանաչելու բարևում էր։ Ես հարգում եմ իրան։ Շատ լավ աշխատանք արտարել, շատ գոհ ենք եղել, հիմա այլ ուրախ ենք, որ քաղաքապետ է։ Ավանը 2 անգամ ճանաչվեց լավագույն համայնք 2007-ին եւ 2008-ին։ Սա այն դեպքում, երբ Ավանում իրականացվել են պետական նույն ծրագրերը, որոնք իրականացվել են մյուս բոլոր համայնքներում։ Քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս երկրի նախագահից Տարոն Մարգարյանը ստացավ ոչ միայն բարեմաղթանքներ, այլև հորդոր իր եւ երևանցիների անունից։ Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ։ Տարոն, դու մեզ եւ քո բոլոր համակարգացիներիդ հուսախաբ անելու իրավունք չունես։
Մենք բոլորը քո կողքը կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու եւ սատարելու։ Երիտասարդ քաղաքապետին նախագահ խորհուրդ տվեց ձևավորել համախոհների թիմ եւ միավորվելով լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները, թեթևացնել մայրաքաղաքի բնակչի հոգսը։ Նախորդ 3 տարիների ընթացքում դրվեց բակային այցեր ու հանդիպումներ անցկացնելու շատ գեղեցիկ ավանդույթ։ Այն պետք է շարունակել, որպեսզի քաղաքի իշխանությունները չկտրվեն իրականությունից եւ հստակ գիտակցեն, թե ինչով է ապրում ու շնչում մեր մայրաքաղաքը։ Այսօր անհրաժեշտ է մարդկանց միավորել ու օգնել, որպեսզի նրանք տեր կանգնեն ոչ միայն իրենց օջախին, այլև շենքին, բակին, շրջանին եւ այսպիսով ողջ քաղաքին։ Դա է քաղաքապետի ավականու եւ քաղաքապետարանի առաքելությունը։ Նոր քաղաքապետից նոր ակնկալիքներ, թող որ մայրաքաղաքի մյուս համայնքներում էլ նորոգվեն ու գերուցվեն բոլոր դպրոցները, մանկապարտեզները գործեն անվճար, ամբողջությամբ վերականգնվի փողոցների արտաքին լուսավորության ցանցը, ճանապարհները ասֆալտապատվեն եւ շուրջօրյա դառնա ջրամատակարարումը, ինչպես Ավան համայնքում։ Երևանցիների սպասելիքներն են նոր քաղաքապետից։ Ես ինչ ակնկալիք ունեմ, ուզում եմ, որ փողոցը լայնացվի, աղբի ամաններ դրվեն ու շատ տրանսպորտ լինի։ Ես վստահ եմ, որ ինքը դա անելու է։ Ոմիշ նորմալ կլինի, որտեղ ինքը շատ լավ անձնավորություն է նախ։ Իրանից ժողովուրդը շատ գոհ են, թե որպես մարդ, թե որպես նաև ղեկավար։ Իսկ որպես այ երևանցի ինչ եք ուզենաք, որ մեր կյանքում փոխվեր առաջնահերթ։ Մարդիկ ավելի բարի լինեին։ Այդուհանդերձ խնդիրները, որոնց հանգելու է 54-րդ քաղաքապետը, բազմաթիվ են։ Արգելել ազատ տեղաշարժի հաշվին իրականացվող շինարարությունը քաղաքում, մայթերն ազատագրելով կրպակներից ոչ միայն ծայրամասերում, այլև կենտրոնում, շարունակել կանաչապատումն ու խաղահարապարակների կառուցման գործընթացը, պայքարել քաղաքի մաքրության համար, կարգի հրավիրել մայրաքաղաքի ճարտարապետությունը։ Լրջագույն խնդիր է նաև տրանսպորտը եւ վերջապես առաջին ձյունը, որը որպես կանոն դառնում է նորընտիր քաղաքապետերի առաջին փորձությունը։ Լուսինե Մկրտչյան, առաջին լրատվական։ Անցյալ շաբաթ ազգային ժողովի նախագահը թողեց պաշտոնը, որի մասին որոշումն ավելի վաղ կայացվել էր Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում։ Խորհրդանի ղեկավարի աթոռը Հովիկ Աբրամյանը զբաղեցնում էր 2008 թվականի սեպտեմբերի 29-ից։ Ազգային ժողովի նախագահների պաշտոնավարման մասին վիճակագրությունն առհասարակ ուշագրավ է նրանով, որ նրանցից ոչ ոք չի պաշտոնավարել սահմանադրությամբ խորհրդարանի գործունեության համար նախատեսված ամբողջ ժամկետում, այսինքն մինչև 2007 թվականը 4, իսկ 2007 թվականից հետո 5 տարի։ Հովիկ Աբրամյանի ձևակերպմամբ նա թողնում է խորհրդարանի ղեկավարի պաշտոնը Հանրապետական կուսակցության նախընտրական գործերը կառավարելու համար։ Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաստվելը եւ որպես ընտրական դերակատար դրանց բարձր մակարդակով անցկացմանը նպաստել է Հովիկ Աբրամյանը հայտարարում է այդ պատասխանատվությունը ստանձնելու մասին։ Այսպիսով խորհրդարանի նախկին նախագահը կղեկավարի իշխող կուսակցության նախընտրական շտաբը, շարունակելով պահպանել ազգային ժողովի падգամավորի մանդատը որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված падգամավոր։ Նոյեմբերի 24-ին կմեկնարկի Հայաստան համայնքական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, թվով 14-րդը։ Ավելորդ է նշել այս միջոցառման կարևորությունը Հայաստանի եւ Արցախի համար։ Ընդ որում այդ կարևորությունը հարկ է չափել ոչ միայն հանգանակվող ֆինանսական միջոցներով, այլև աշխարհի ամենատարբեր անկյուններում հարուցած համահայկական տրամադրություններով։ Երևի դեռ կգա պահը, երբ այդ տրամադրությունները կգերադասվեն դրամական միջոցների չափ ու կշռից։ Հեռուստամարաթոնների կենսագրությունը վկայում է մեր գիտակցության մեջ այդ տրամադրությունների գեներացման մասին, երբ համահայկական այս վերկուսակցական ակցիայի նյութական կարևորությունը վերաճում է աշխարհի բարի իսկական եւ փոխաբերական իմաստով մեծ ու փոքր հայերի հարաբերությունների մերձեցման կենսական անհրաժեշտության։ Թերևս սխալ չեն նրանք, ովքեր հեռուստամարաթոնի ուժը փնտրում են հենց այդ հարաբերություններում։ Մարաթոնին նախապատրաստվող մայրաքաղաքից պատմում է Լիլիթ Սեթրակյանը։ Հեռուստամարաթոնի խորհրդանշանը կրող շապիկն ու վերջին հրահանգներն են ստանում Լոս Անջելեսահայ երիտասարդները, ովքեր իբրև կամավոր մասնակցելու են Հայաստան հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնին։ Հենց նրանք են գրանցելու 12 ժամվա ընթացքում ուղիղ եթերում սփռվող դրամահավաքի նվիրատվությունները։ Ամենաքիչ բանը, որ մենք կարող ենք անենք, մեր հայրենիքին օգնենք, ընտանիքներ ունենք այնտեղ, որ գյուղերում են ապրում եւ շատ օգնություն պետք ունեն, մարդիկ կան, որ ջուր չունեն եւ մենք կարենք փոքր լումաներով նվիրենք Հայաստանին եւ օգնենք Ամերիկայից։ Ես Հայաստանում չեմ ապրում ու ես չեմ կարող իմ հայրենիքին օգնեմ, սա ամենափոքր ձևն է, որ ես կարող եմ իրանց օգնեմ։
100 կամավորները վաղ առավոտից կլինեն ամերիկյան KCET ստուդիայում, որտեղից հեռարձակվող հեռուստամարաթոնը կսփռվի տեղական բոլոր հայկական ալիքներով, իսկ հանրայինի էկրանից կտարածվի աշխարհով մեկ։ Հեռուստամարաթոնի այս տարվա ծրագրում ներառված չեն կենդանի կատարումներ լրացուցիչ ծախսից խուսափելու համար։ Փոխարենը կցուցադրվեն տեսահոլովակներ ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող թերևս ամեն հայի հետաքրքիր նորություններ։ Որպես օրինակ Տիգրանակերտի բացահայտումները կամ շախմատի թիմի հաջողությունները, այսինքն այսպիսի նյութեր, որոնք որ թույլ կտան մեր հայության ամբողջ աշխարհում տեղեկանալ, թե ինչ է եղել տարվա ընթացքում։ Հեռուստամարաթոնի ընթացքում կցուցադրվեն նաև հիմնադրամի արած գործը ներկայացնող տեսաֆիլմեր։ Արա Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ Արցախում այս պահին ընթացքի մեջ են ջրամատակարարման, դպրոցաշինության, բուժհիմնարկների կառուցման, գազիֆիկացման հիմնադրամի մշտական ծրագրերը։ Հոգաբարձուների խորհուրդն առաջիկայում կհրապարակի նաև Տավուշի եւ Սյունիքի այն գյուղերի անունները, որոնք բարերարների կամքով կընդգրկվեն այս տարվա ջրամատակարարման ծրագրում։ Արցախում առաջիկա օրերին կավարտվեն նախորդ դրամահավաքի ծրագրերը, որոնք ջրով կապահովեն ավելի քան 26,000 արցախցու, հիմնականում մեծ բնակավայրերում։ Հերթն այժմ փոքր գյուղերինն է։ Այս հեռուստամարաթոնի արդյունքում հույսով ենք, որ կարողանանք գոնե արձանագրել մի փաստ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգամնակցության կեսը ունի խմելու ջուր, այսինքն ամբողջ խնդիրը լուծել իրոք շատ ծանր է, քանի որ ամբողջ խնդրի լուծման համար ըստ մեր գնահատականների մոտ 150-ից 170 միլիոն ամերիկյան դոլար է պետք։ Հիմնադրամի նախագահը չնշեց, թե որքան է կանխատեսում դրամահավաքի արդյունքը, սակայն հայտնեց, որ մեծ նվիրատվությունների խոստումներ արդեն կան։ Բացի այդ, ավելանում է նվիրատուների թիվը։ Ֆրանսիայից ստացած հեռախոսազանգը դրա վկայությունն էր։ Փարիզում, Մարսելում, Լիոնում, Թուլուզում եւ Նիցայում 4 օր շարունակվող հեռախոսամարաթոնի արդյունքներով։ Հենց նոր ես խոսում էի Ֆրանսիայի մեջ հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնք ասացին, որ շատ ոգևորված են, զանգերը շատ ավելի շատ են, ցուցակները նոր են, այսինքն գոյություն ունեցող ցուցակներում ավելացել են նոր մարդկանց անուններ եւ այդ 10% անոճած իրոք շատ ոգևորիչ է, որտեղ խոսքը գնում է մի բանի մասին, որ տարիներ շարունակ մենք կարող ենք յուրաքանչյուր տարի ավելացնել նվիրատուների քանակը։ Այսինքն կգա մի պահ, երբ որ մենք իրոք կարողանանք ասել, որ հայերի համի մեծ մաս, 50 կամ 60% մասնակցում է դրամահավաքին։ Արցախի եւ Հայաստանի գյուղերին ջուր հասցնելու ծրագրին մասնակցելու կոչով աշխարհի հայերին կդիմեն Լեռնային Ղարաբաղի նախագահն ու հոգևոր առաջնորդը։ Նրանք արդեն Լոս Անջելեսում են։ Հեռուստամարաթոնի հանդիսատեսը կտեղեկանա Արցախում նախորդ տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած ծրագրերի եւ երիտասարդ պետության կարիքների մասին առաջին ձեռքից։ Դժվարությունների հաղթահարման գործընթացը եւ նվաճումների ձեռքբերումը անմիջապես կապում են Սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների հետ, որովհետեւ այս տարիների ընթացքում մենք միշտ եղել ենք միասին։ Բազմաթիվ վարդագույն ծրագրեր ենք իրականացրել եւ կյանքի կոչել, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։ Այսօր ջուրը իսկապես կենսական հարց է։ Ջուր տուր, կյանք տուր։ Ջուր տուր, կյանք պարգևիր հեռուստամարաթոնն ինչպես ավանդաբար նշանակված է գոհաբանության տոնին, երբ ամերիկացիները դեռևս 1500-ականներից երախտագիտություն են հայտնում ողջ առողջ լինելու, նաև այն ամենի համար, ինչ ունեն, մյուսների հետ ունեցածը կիսելու սրտաբացությամբ։ Տոնն իր խորհուրդը չի փոխել նաև այսօր։ Լիլիթ Սեդրակյան, Վարդան Իսմայելյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Իսկ մինչ այդ Ֆրանսիայում է ընթանում դրամահավաքը։ Մարսելի Սրբոց Սարգմանչած Մայր Տաճարինքից մշակութային կենտրոնում շարունակվում է ֆոնետոնը։ Համազգային դրամահավաքի պոտենցիալ նվիրատուներն այստեղ շուրջ 20,000 ընտանիքներ են, որոնց հեռախոսով առաջարկում են ջուր տալ, կյանք տալ Արցախի գյուղերին։ Հեռախոսային մարաթոնի առաջին 2 օրվա ամենախոշոր նվիրատվությունը 10,000 եվրո է, որն արել է Մարսելի մոտ գտնվող մի փոքրիկ համայնք։ Ֆրանսիայի հայկական մայրաքաղաք համարվող Մարսելում ֆոնետոնը շատերին է ոգևորել։ 80-ամյա թոշակառու Մարիամ Գրիգորյանը ավանդական զանգը չստանալով այցելել էր ֆոնետոնի կամավորներին ու որոշակի գումարի չեք գրել հիմնադրամի անունով։ Եկա այստեղը, որպեսզի դեղմուն վրա դամ իմ Հայաստանի համար, լա Արցախին համար, լա Հայաստան համար։ Պետք է ամեն մարդ Հայաստանին իր հայրենիքին համար, որ այսօր անգախ Հայաստան ունի, պետք է ամենքս օգտակար դառնանք մեր հայրենիքին, որտեղ կհարդանամ իմ հայրենիքից։ Այսօր 20 տարվա մեջ բզդիկ Հայաստանը աչափ հարաշտմություն ունեցավ, անշուշտ անդորկովը բզդիկ բաները վիդիլա բագասությունը, բայց երբեմն մարդիկները կան, որ չեն հասկնար։ Պետք է հասկանան, որ ամեն բանը մեկ չի լար, ամեն ինչ կամաց կլա։ Այս ամենեն հին դերությունները անգամ այսօր դժվարության մեջ են։ Ես ուրեմն կփափակեմ ալավելի դալ
Բայց կմաղթեմ, որ բոլորն ալավելի դամ մեր Հայաստանին համար։ Ուրեմն գեցը Հայաստան, գեցը մեր Հայաստան։ Բոլորը միանան ֆոնետոնին համար միշտ բոլորը գուկան աշխատին մեզ հետ։ Որովհետև մարսելիայությունը իրար շատ մոդերն, շատ հարաբերությունները շատ լավ են գազագերբություններուն միջով։ Նոր սերունդը գա, տաշնակցությունը գա, ժաֆը գա, ոյև գուսակցական խնդիր չկա եւ բոլորը գուզեն Հայաստանին համար աշխատին։ Իդեպ նոյեմբերի 24-ի նախատեսված դրամահավաքի արդյունքը հանգանակության վերջնական պատկերը չի լինելու։ Այս տարվա դրամահավաքի ընդհանուր արդյունքը հայտնի կլինի դեկտեմբերի վերջին, քանի որ Հանրապետության նախագահի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած ռուսաստանյան ճաշկերույթը, որին մասնակցում են Ռուսաստանում բնակվող գործարարներ, կկայանա դեկտեմբերի կեսերին։ Մեր հաջորդ տեսանյութը Լեհաստանից է։ Դեռ Ռեջ Պոսպոլիտայում լավագույն հարսնացուները համարվում էին հայուհիները։ Լեհազնվականները վստահ էին, որ լավագույն տնային տնտեսուհիները, երեխաներին բարձր դաստիարակություն տվողները եւ ընտանեկան օջախի պահապանները հայ աղջիկներն են։ Մեր տեսանյութի հերոսուհին դեռ շատ է հեռու հասնացուի տարեկից, սակայն հասցրել է դառնալ Լեհաստանի մարզական խորհրդանիշերից մեկը։ Նրան նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրամանագրով Լեհաստանի անկախության տարեդարձի օրը հանձնվել է այդ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիր։ Էրիկա Ներսիսյանը թեև դեռ 11 տարեկան է, սակայն հասցրել է հաղթել միջազգային մրցումներում։ Նա մտադրվել է ուսումը շարունակել հայկական դպրոցում, իսկ ապագա ելույթներում բարձր պահել հայկական մարզաշխարհի պատիվը։ Լեհական սառույցին հայ գեղասահորդու ելույթներն արդեն արժանացել են եվրոպական խստապահանջ հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Առավոտյան 6-ից մինչև ուշ երեկո 11-ամյա Էրիկան սառույցին է, բաց չի թողնում մարզչի մասնագիտական խորհուրդները, դժվարության բաժանվում չմուշկներից ու սառցե հրապարակից։ Էրիկան շատ պարտաճանաչ աշխատասեր աղջիկ է, իսկ այդպիսի մարզիկն իսկապես գանձ է։ Գեղասահքը բարդ մարզաձևերից մեկն է, Էրիկան հաճույքով է գալիս պարապմունքներին, աշխատում է շատ, զգում են, որ այս աղջնակը հաղթահարելով բոլոր դժվարությունները հասնելու է բարձունքների։ Մարիա Դոմագալան գեղասահքի լեհական դպրոցի ճանաչված դեմքերից է։ Սառույցին վարպետորեն սահելու գրավչությունն է փոխանցում հայուհի աշակերտին, ելույթների բեմադրման համար օգնում ընտրել համապատասխան երաժշտություն։ Քրոջ ամենօրյա երկարատև պարապմունքների պատճառով նրա հետ շփվելու ժամանակ Ռաֆայելը գրեթե չի ունենում։ Շատ եմ ուզում, որ իմ քուրիկս դառնա օլիմպիական չեմպիոն ու հայերի անունը բարձր պահի։ Գեղասահքի Օլիմպոսը նվաճելու առաջին հայտն արդեն ներկայացված է, երբ Լեհաստանի մարզական ֆեդերացիան որոշեց օլիմպիական խաղերի ուղեգիր տրամադրել միայն իր երկրի քաղաքացիություն ունեցող մարզիկներին, Էրիկայի գեղասահքի վարպետն անմիջապես գործի անցավ։ Անցյալ տարի որակավորման բոլոր փուլերն անցնելուց հետո Էրիկան չկարողացավ մասնակցել մրցումներին, որովհետև Լեհաստանի քաղաքացի չէր։ Դրա համար մենք հավաքեցինք նրա բոլոր փաստաթղթերը, դիմեցինք Լեհաստանի նախագահին Էրիկային քաղաքացիություն տալու համար։ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հրամանագրով Լեհաստանի անձնագիրն Էրիկային է հանձնում Մալապոլսկու տարածքային ղեկավարը։ Լեհաստանի նախագահի հրամանագրով առաջին հայ քաղաքացին երկար սպասված անձնագիրն ստանում է Լեհաստանի անկախության տարեդարձին։ Ուրախությունից սիրտս թրթռում է։ Ես, որ հայ եմ լեհական արմատներով, այսօրն ինձ համար հատուկ եւ հիասքանչ է։ Շնորհավորում եմ Էրիկային, նա կլինի Լեհաստանի առաջին քաղաքացին։ Ներսեսյանների ընտանիքն արդեն 20 տարի բնակվում է Լեհական Քշանովում։ Ռաֆայելն այդ քաղաքի առաջին հայ, իսկ Էրիկան 2000 թվականի հունվարի 1-ին ծնված երեխաներն են։ Հայկական արմատներն Էրիկային ոգևորում են։ Արդեն 5 տարի ձևավոր չմշկասահքի գաղտնիքներն է ուսումնասիրում, փայլուն ելույթների համար արժանանում բազմաթիվ դիպլոմների ու պարգևների։ Իմ համար ամենադժվար մրցումները Թորունյում էր, որը ես դարձել եմ չեմպիոն։ Երբ որ կգնամ Հայաստան, անպայման կգնամ Հայաստանի սառույցը սիրալ։ Շատ եմ ուզում, որ շուշուտ գնամ Հայաստան մանգամ։ Տորոնում նրա հաղթանակը հայկական դուդուկի հնչյունների ներքո էր։ Միջազգային բոլոր մրցույթներում Էրիկան նվաճել է առաջին երկրորդ տեղերը։ Հայաստանն ու հայկական խորովածը նա ամենաշատն է կարոտել։ Մայրենին ամրապնդելու, հայրենիքի հանդեպ կարոտնել մեղմելու համար կայցելի Կրակովի հայկական դպրոց։ Սառույցին նրա պարը, շատերի համար անհաղթահարելի պտույտներն ու ճկուն մարմնի պլաստիկան վկայում են։ Գեղեցիկ այդ մարզաձևի առումով ապագայում հայկական անունը սառույցին չի գրվի։ Մայա Խաչատրյան, Սմբատ Հովանիսյան, առաջին լրատվական, Կրակով, Երևան։ Ասնօրշաբաթ մենք պատմեցինք, թե ինչ նոր մեխանիզմներ է առաջարկում կառավարությունը բուհական ոլորտում առկա խնդիրների լուծման համար։
Ուսանողության միջազգային օրը կառավարության նիստում այդ նորամուծություններին անդրադարձան վարչապետն ու կրթության նախարարը։ Սակայն գաղտնիք չէ, որ կրթության հիմքը դպրոցն է։ Իմ գործընկերը հետևել է հանրակրթության ոլորտում կատարվող աշխատանքներին։ Այս տարի առաջին անգամ կունենանք 12-րդ դասարանի շրջանավարտներ։ Գաղտնիք չէ, հանրակրթության ոլորտի բարեփոխումները իրենց հետ բերեցին բազմաթիվ նորարարություններ, որոնց նպատակը նախևառաջ միջազգային կրթական հանրությանն ինտեգրվելն է։ Եկել է պահը, երբ ժամանակն է գնահատել, թե ինչ է փոխվել 12-ամյա կրթություն անցնելու պահից։ Կրթության մշակները փաստում են, որ տեխնիկական եւ կազմակերպչական փուլն ավարտվում է։ Եկել է բովանդակային մասին հետևելու շրջանը։ Այստեղ է, որ լրջանում են ուսումնական ծրագրերին, նոր դասագրքերին եւ հատկապես էլեկտրոնային շտեմարաններին անցնելու ծրագրերը։ Դպրոցն առանց չափազանցության թևակողել է պատասխանատվության մի փուլ, երբ համակարգիչն ու համացանցից օգտվելը դառնում են բովանդակային փոփոխությունների իսկական ցուցիչներ։ 6-ամյա Աննայի օրագրում միայն աստղիկներ, ժպիտներ ու ծաղիկներ են։ Առաջին դասարանցիներին այդպես են գնահատում։ Հանրակրթության ոլորտի նորամուծություններից մեկն է։ Խորհրդային կրթական լավ ավանդույթները Հայաստանի անկախացման հետ բավական արագ մոռացվեցին։ Կրթության որակի բարելավման, արդյունավետության բարձրացման եւ մատչելիության ապահովման խնդիր առաջացավ։ Այն դպրոցը, որ մենք ունեինք, ըստ էության չէր բավարարում հանրության պահանջարկը։ Դրա բառապացույցը, որ առաջացավ կրկնուսուցիչների հսկայական ինստիտուտը, փաստորեն դպրոց հաճախել է 10-11-րդ դասարաններում, իսկ նախկինում 19-10-րդ դասարաններում կրում էր խիստ ձևական բնույթ։ Զուտ նրա համար, որ ընդհանրապես ատեստատ ստանային։ Ոլորտի բարեփոխումների առանցքը անցումներ 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվեց 2006 թվականին եւ կավարտվի 2012-ին։ Արդեն ձևավորվել է հիմնական, տարրական եւ միջին դպրոցը եւ առանձնացված ավագ դպրոցը։ 12-ամյա կրթակարգը Եվրոպայում եւ համաշխարհային լավագույն փորձով ապահովված, ապացուցված լավագույն մեթոդն է այսօր դիտարկվում եւ Հայաստանը, եթե ցանկանում է լինել համաշխարհային կրթական տարածքի ընդհանուր մաս, ապա այլընտրանք չուներ։ Ուրիշ խնդիր է, որ այս տարի ունենալով 12-ամյա կրթության լիարժեք իրականացում, մենք պարտավոր ենք նաև հետևել, որպեսզի բարեփոխումների ֆորմալ փուլին զուգահեռաբար նաև իրականացվեն բովանդակային բարեփոխումներ։ Բովանդակային մասն ապահովելու համար այս տարի վերանայվել են ուսումնական ծրագրերն ու պլանները, ստեղծվել են նոր դասագրքեր, այդ թվում էլեկտրոնային, շարունակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը։ Դպրոցներն ապահովում են նաև լաբորատոր սարքավորումներով։ Նախարարությունը փորձում է բեռնաթափել ուսումնական ծրագրերը։ Միջին դպրոցի ուսուցիչները դեռ դժգոհ են։ 12-ամյա կրթության որ անցանք, մենք ակնկալում էինք, որ պետք է բեռնաթափվեն ծրագրերը։ Դա չեղավ։ Գրականության դասագրքերը շատ լավն են։ Նույնը թերևս չեմ կարող ասել լեզվի մասին։ Մի փոքր այլ է լեզուն, շատ է սեղմած ծրագրերը, որից տուժում է անշուշտ երեխաների ընկալումը։ Ավագ դպրոցում հոսքային բաշխումը ճիշտ է կատարված, նյութատեխնիկական բազան ապահովված է, լավ մասնագետների խնդիր չկա, բայց տնօրենը չի թաքցնում, ծնողները դեռ չեն վստահում ավագ դպրոցին։ Ծնողն ասում է, այդ 11-րդում կամ 12-րդում կուղարկենք դասախոսի մոտ եւ վերջ կընդունվի։ Հիմա երեխան, որ իմացավ, որ իր հույսը դասախոսն է ընդունվելու, բնականաբար դպրոցի ուշադրություն չի դարձնում։ Դպրոցներում ամենալուրջ խնդիրներից մեկը դեռևս կոռուպցիոն ռիսկերի առկայությունն է։ Նախարարն ընդունում է փաստը, միաժամանակ վստահեցնում, որ ձեռնարկված քայլերը շոշափելի արդյունքներ տալիս են։ Նախարարության էլեկտրոնային փոստով եւ թեժ գծով ստացվող ահազանգերի թիվը բավականին նվազել է։ Այդ ռիսկերը առկա են եւ քննությունների ընթացքում եւ ապօրինի դրամավակի տեսքով եւ այստեղ հետեւողական աշխատանք է պետք եւ նաեւ աջակցություն է պետք հասարակության կողմից, ծնողների կողմից, հատկապես ուզում եմ շեշտել ծնողական կոմիտեների կարևորությունը։ Հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով վերանայվել է դպրոցի կառավարման համակարգը, ձևավորվել է լայն լիազորություններով օժտված խորհուրդ, ներդրվել է նաև տնօրենների հավաստագրման կարգը, իսկ առաջիկայում կներդրվի ուսուցիչների ատեստավորման եւ տարակարգերի շնորհման ինստիտուտը։ Տարակարգ ունեցող ուսուցիչը հավելավճար կստանա։ Ուսուցիչների շարունակական կրթությունն ապահովելու նպատակով իրականացվելու են վերապատրաստումներ, իսկ դպրոցաշինությունը շարունակում է մնալ կառավարության գերակայություններից մեկը։ Այս փուլում հանրակրթության ոլորտի բարեփոխումները
հիմնականում ներքին աջակցության խնդիրները լուծել են եւ հասարակական կարծիքի ավելի պոզիտիվ դրական արտաբերում կա, իհարկե քննադատությունը նույնպես կա։ Մյուս կողմից նաեւ բավականին բարձր են գնահատվել միջազգային փորձագիտական հանրույթի կողմից, հատկապես ուզում եմ շեշտել, որ 2010 թվականի դեկտեմբերին McKinsey հեղինակավոր անալիտիկ կազմակերպության կողմից Հայաստանը դիտարկվել է որպես կրթության բարեփոխումների ճիշտ ուղի բռնած երկիր։ Մեր մասնագետները սակայն սպասում են առավել տեսանելի արդյունքների։ Այն ինչ թղթի վրա գրված է, դա իսկապես այն է, ինչ մեզ պետք է։ Դա իսկապես այն պահանջներն են, որոնք այսօր 21-րդ դարը ներկայացնում է կրթական ոլորտի նկատմամբ։ Թե երբ այդ դրական փոփոխությունները կլինեն, կախված է նաև մեզանից։ Փոփոխությունները հսկայական են, հսկայական եւ դրական։ Օրենսդրական դաշտում, բայց դպրոցի ներսում փոփոխությունները շատ դանդաղ են երևում, քանի որ կրկնում եմ մենք գործ ունենք մարդկանց մոտեցումները փոխելու հետ։ Խնդիրները լուծելը մեծերի գործն է։ Փոքրիկ Աննայի վրա այդ խնդիրները դեռ չեն անդրադառնում։ Տարական դպրոցից բողոքներ չկան։ Աննան դեռ հեքիաթների աշխարհում է ապրում։ Սեթն ու Կարոն միասին օդապարիկ սարքեցին։ Գայանե Գասպարյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Այժմ կփորձենք խոսել մի երևույթից, որը շոշափում է ազգային առանձնահատկությունների որոշակի նրբերանգներ։ Մեր վաղուց ձևավորված ազգային հոգեբանությամբ ճշտապահության հարցում մշտապես վկայաբերում են գերմանացիներին։ Հանդիպանում մեկս մյուսին, սակայն այդպես էլ ինքներս կարգապահ ու պարտաճանանց չենք դառնում։ Երևի նկատել եք, մենք շատ բաներում ենք ուշանում։ Մանկապարտեզ ուշացումով ենք հասնում, նույնը դպրոց կամ բու գնալիս է պատահում, ապա աշխատանքից նույնիսկ սիրած աղջկա կամ կնոջ հետ ժամադրությունից ենք ուշանում, ինչի համար բերում ենք զանազան եւ հիմնականում հորինովի պատճառաբանություններ։ Մեր որոշ ճշտապահ հայրենակիցներ հաճախ հայտնվում են Բենջամին Դիզրայելի վիճակում, որն ասում էր, թե ինքը սովորել է ճշտապահ լինել, թեև դա իրեն հաճախ դատապարտում է միայնության։ Դեղատոմսը գտնելու փնտրտուքով Զարուի Ռշտունին զրուցել է ժամադրված երիտասարդների, իսկական գերմանացու եւ հոգեբանի հետ։ Ավելի լավ է ուշ, քան երբեք սկզբունքով առաջնորդվում են մեր շատ հայրենակիցներ, հաճախ չարաշահելով այն մեղմացուցիչ հանգամանքը, նույնիսկ այն աստիճան, որ թերևս հենց ճշտապահների համբերության սահմանը գծելու համար էր Բեռնար Շոուն հայտարարում։ Ավելի լավ է երբեք, քան ուշ։ Ուշանում ենք ամեն ինչից, դասից, աշխատանքից, հարսանիքից, ֆիլմերից ու ներկայացումներից եւ իհարկե ժամադրությունից։ Էլ ինչ իսկական հայ աղջիկ, որ ժամադրությունից գոնե 15 րոպե չուշանա։ Ընկերուս։ Չի գալիս։ Չէ, ոնց որ ուշանում է, բայց երևի կգա էլի։ Ես ճիշտն ասած չեմ սիրում ուշանալ ու հակառակը միշտ շուտ եմ գնում։ Ես ում աղջիկը ավելի շատ կուշանա, աղջիկը ավելի շատ, բայց ես էլ պակաս չեմ ուշան։ Այո, լիսի կակրած ուշանում եմ կոնգրեսից։ Հասկանում։ Անգլերեն։ Ինչպես եք վերաբերվում, երբ մարդիկ ուշանում են։ Քանի որ գերմանացի եմ, ճշտապահությունը իմ պահվածքի առաջնորդություններից մեկն է։ Գերմանացի Կլաուս Ցիլերին, որին պատահաբար հանդիպեցինք մեր հարցախույզի ընթացքում, նախ ընդգծեց, որ ամբողջ աշխարհում գերմանացիները հայտնի են երկաթե ճշտապահությամբ, իսկ հիմա այն դարձել է ընդհանրապես եվրոպական մշակույթի առանձնահատկություն։ Եթե պայմանավորվում ենք ժամը 5-ին, ուրեմն ժամը 5-ին պետք է լինենք տեղում, ոչ ուշ, ոչ էլ նույնիսկ շուտ։ Դասական ճշտապահությամբ հայտնի ազգի ներկայացուցիչը նշեց, որ դեռ վաղ հասակում երեխային պետք է դաստիարակել լինել ճշտապահ ու կարգապահ։ Ըստ նրա գերմանացիների ճշտապահության մեջ առանձնապես գաղտնիք կամ դեղատոմս չկա։ Պարզապես հետևեք ժամանակին։ Այն անգամ էլ դու ուշացար։ Ինչի ուշացաք։ Այն անգամ էլ ինքն էր ուշացել։ Ըստ հոգեբանների, ուշացումների պատճառ կարող է լինել երկու հանգամանք՝ ինքնակազմակերպման թերություններ կամ էլ իրական ցանկության բացակայություն։ Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես ժամանակի զգացողություն չունեն։ Գենդերային ոլորտում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց եւ կանանց ուշացումների միջև մեծ տարբերություններ կան։ Կանայք շատ ավելի հաճախ են ուշանում, քան տղամարդիկ։ Տարբերություն կա նաեւ երկու սեռերի ուշացումների համար պատճառաբանությունների միջև։ Տղամարդիկ երբեք հազադեպ են փորձում իրական պատճառը քողարկել այդ պատճառ տակ։ Իսկ կանայք սովորաբար փորձում են որոնել, գտնել եւ ներկայացնել ուշացման համար ավելի անաչառ իրենց կարծիքով օբյեկտիվ որևէ պատճառ։ Պարզվում է հոգեբանական տեսանկյունից ուշացումները լինում են երկու տեսակ՝ կանխամտածված եւ չկանխամտածված։ Դրանց շարժարիտները ենթագիտակցական են։ Ես տարբերվում եմ բոլորից։
Հետևաբար իմ վարքը պիտի ուրիշներից տարբեր լինի։ Մասնագետների խոսքով մարդիկ երբեմն ուշանում են ուշադրության կենտրոնում հայտնվելու նպատակով կամ էլ սեփական անձի կարևորությունն ընդգծելու համար։ Աշխարհը փուլ չի գա, եթե մի քիչ ուշանամ, այս նշանաբանով էլ շարժվում են մարդկանց մի ստվար հատված, որքան էլ զարմանալի է, ուշացումը կարող է լինել անհատի անկախության դրսևորումներից մեկը, ինչն էլ բնորոշ է հատկապես երիտասարդներին։ Ուշացումներից խուսափելու եւ ճշտապահ լինելու համար երեխային պետք է դեռ վաղ տարիքում դաստիարակել, նրա մեջ սերմանելով պարտաճանաչության եւ կարգուկանոնի հանդեպ հատուկ սեր։ Երեխան ինքն էլ կարիք ունի ունենալու հստակ որոշակի իր կանոնակարգված օրը։ Ըստ սոցիոլոգների եւ հոգեբանների ուշացումների համար հատուկ բուժում չկա, ընդհանրապես պետք է կազմել օրակարգ եւ հստակ առաջնորդվել դրանով։ Ծայրահեղ դեպքում կարելի է ժամացույցի սլաքը 10-ից 15 րոպե առաջ տալ, իսկ քրոնիկ ուշացողներն արդեն մասնագիտական միջամտության կարիք ունեն։ Կան բազմաթիվ տրեյնինգային վարժություններ, կան բազմաթիվ նմանատիպ կուրսեր, դասընթացներ, որոնց ընթացքում մարդկանց սովորեցնում են կառավարել սեփական ժամանակը։ Երևանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր եւ դերասան Արմեն Բարսեղյանը նշում է, որ ուշացումը մեզանից շատերի ցավոտ կողմերից մեկն է դարձել եւ նույնիսկ թատրոնում ուշացողների համար ժամային որոշ փոփոխություններ են կատարել։ Հարգելի հանդիսատես, ներկայացումը սկսվում է։ Խնդրում ենք անջատել բջջային հեռախոսները։ Հեռախոսազանգերը խանգարում են ներկայացման ընթացքին։ Շնորհակալություն։ Ներկայացումը հայտարարված է ժամը 7-ին, բայց մենք սկսում ենք 7:10։ Ինչքան էլ 7:10 ենք սկսում, շատ են լինում դեպքեր, որ 7:20, նույնիսկ 7:30 րոպե հանդիսատեսի չեմ ասի, որոշ մարդիկ գալիս են։ Եթե ներկայացումից ու համերգից փորձում ենք չուշանալ, ապա որոշ ծառայություններ պետք է րոպե առաջ լինեն տեղում, ինչպես ահազանգով դեպքի վայր մեկնող ոստիկանները, հրշեջները, շտապօգնության բժիշկները։ Իսկ մեր լրատվական ծառայությունը եթեր է հեռարձակում ճիշտ ժամանակին, ոչ ուշ եւ ոչ էլ շուտ, ինչպես մեր այս թողարկումը։ Զարուհի Ռշտունի, Էդգար Դավթյան, Տիգրան Բաբայան եւ Հակոբ Սարգսյան, առաջին լրատվական։ Ճշտապահությունը կարևոր կամ ավելի ճիշտ պարտադիր պայման է նաև պատմության էջերը գնահատելիս։ Այդպիսի մի փորձ կատարել է իմ գործընկերը։ Կարիբյան ավազանում խորտակվել են անհաշիվ նավեր, որոնցից մեկի պատմությունը մինչև հիմա էլ ալեկոծում է ծովագնացության պատմությունը հետազոտողների սրտերը։ Խոսքը հայկական մի առևտրական նավի մասին է, որի զավթումը բրիտանական կայսրությունը չներեց իր ամենաանվանի ծովագնացին։ Դեռ 2007 թվականին հայկական ծովագնացության պատմության ուսումնասիրությամբ հայտնի Այազ ակումբը Անահիտ ասոցիացիայի հետ գործակցությամբ արշավախումբ կազմակերպեց հայոց դիցարանի Աստվածու անունը կրող նավով ուղևորվելով Դոմինիկյան Հանրապետություն։ Այնտեղ ջրի տակ տեսանկարահանումներ կատարվեցին, իսկ նավի մոտ ամերիկյան Ինդիանա նահանգի համալսարանի ստորջրահետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Չարլզ Բիքերը հայկական եռագույնով բրոնզե վահանակ ամրացրեց, արձանագրելով նրա հայկական պատկանելությունը։ Տեսնենք, թե ինչ է պարզել Տաթևիկ Նալբանդյանը։ Ինչպես խաչվեցին հայերի առևտրանավի եւ նավապետ Քիդի ճանապարհները եւ ինչու անգլիացիները կախաղան հանեցին իրենց նավապետին։ Այսօրվա դիտանկյունից արկածային այս սյուժեի դեպքերը զարգացան 17-րդ դարում։ Պատմությունը, որ հայտնի դարձավ մի հնագիտական հայտնագործության շնորհիվ, հետեւյալն է։ 1698 թվին Քեդախ Մերչանտ, այսինքն Քեդախի առևտրական անունով նավը դուրս եկավ Բոմբեից եւ ուղևորվեց Սյուրատ։ Այս նավի տերերը հայ առևտրականներ էին, նոր ջուղայից Հնդկաստան հասած հայ վաճառականներ, որոնց նավը բեռնված էր մետաքսով, շաքարով եւ տարատեսակ այլ ապրանքներով։ Սյուրատը անգլիական շատ կարևոր առևտրային հանգույց էր։ Այստեղ էին հայերը բերում իրենց ապրանքները, իսկ Սյուրատից անգլիացիների նավերն այդ բեռները տանում էին Անգլիա, ընդ որում հայերն անգլիացիների հետ հավասար իրավունքների պայմանագիր ունեին։ 1688 թվականի պայմանագրով հայերը ունեին լրիվ անգլիացիների արտոնությունները լրիվ եւ ավելին կոմպանիայի արտոնությունները իրանք ունեն։ Իրանք կարող են զինվորական ծառայություն անեն եւ ամեն ինչ։ Հայերը անգլիացիների ընկերներն են։ Անգլիացիների հետ հավասար իրավունքների այս պայմանագիրը շատ կարևոր իրավաբանական դրվագ է։ Այս առաջին հայացքից արկածային պատմության հետագա ընթացքը հասկանալու եւ բացատրելու համար, քանի որ այդ նույն 1698 թվին հայերի նավը այդպես էլ Սյուրատ չհասավ։ Ճանապարհին մեր նավը զավթեց նավապետ Քիդը։ Ով էր այդ անգլիացին։ Դպրոցականներին նրա կերպարը հայտնի է Գանձերի կղզին գեղարվեստական ստեղծագործությունից։ Ուիլյամ Քիդը այս վեպի ծովահենի նախատիպն էր, բայց նա ծովահեն չէր։ Աշխատում էր Անգլիայի թագավորի արտոնագրով եւ ուժեղ ռազմական անձնակազմով նավ ուներ։
Մեծ պայքար սկսվեց, քանի որ մի կողմից այնտեղ անգլիական East India Company-ն, որը երկար տարիներ, 70-90 տարի այնտեղ աշխատում էր, եւ այդ ինքն էր այնտեղ այս տերն ու տիրակալը, եւ ինքը չհանդուրժեց, որ որևէ մեկը գա սկսի խանգարել իրանց գործերը։ 1701 թվականին անգլիացիները կախաղան հանեցին կապիտան Քիդին։ Ինչու, ինչ պատճառով կախեցին իրենց հռչակավոր նավապետին, որ մեծ գործեր էր արել Անգլիայի համար։ 300 տարի այս հարցը բաց էր, իսկ նավապետ Քիդը անգլոսաքսոնական գրականության լեգենդար դեմքերից էր։ Նավապետ Քիդի իրական պատմությունը այս վերնագրի տակ բազմաթիվ վարկածներ են առաջադրվել, բացատրելու համար նրան կախաղան հանելու առեղծված է։ Երբ ամերիկացի դոկտոր Բիքերը հայտնաբերեց Կարիբյան ծովում խորտակված նավի մնացորդները, անգլիական արխիվներում փնտրեց եւ գտավ եւ նավի հայկական պատկանելությունը վկայող փաստաթղթերը եւ նավապետ Քիդի դատավճռի իրավական հիմքերը։ Հայկական նավի առևանգումը, սա էր նավապետին ներկայացված հիմնական մեղադրանքը։ Ինքը ուներ հատուկ թուղթ թագավորից եւ անգլիական կառավարությունից թուղթ, որի համաձայն ինքը իրավունք ուներ գրավել թշնամու նավերը, հայերը թշնամի չէին, եւ դրանից հետո հայերը բողոքեցին Ուիլյամ III-ին, այն ժամանակ թագավորին Անգլիայի, եւ բողոքը անցավ Ուիլյամ III-ը թագավորը արձակեց հրաման, որի համաձայն Քիդը ճանաչվում էր ծովահեն եւ քիչ անց որոշ ժամանակ անց ձերբակալվում է, տարվում է Լոնդոն եւ դատարանից հետո կախաղան է բարձրացվում։ Կապիտան Քիդի, երբ որ արդեն դատապարտեցին եւ կախաղան բարձրացվեցին, հիմնական պատճառը հենց այդ նավի առևանգումն էր, որ հայերը բողոքեցին եւ այդ բողոքը մեծ արձագանք ստացավ։ Այսինքն մեծ բողոքը Հնդկաստանի տիրակալը ինքը բողոքեց, արդեն անգամ այսպես քրիտիկական իրավիճակ էր ստեղծվել, չէին թողում ֆրանսիացիներին, անգլիացիներին առևտուրանել։ Երբ Ուիլյամ Քիդը ձերբակալվեց եւ նավը մնաց առանց նավապետի, նավաստիները կամաց-կամաց սպառեցին նավի ունեցվածքը։ Քեդախի վաճառականը լքվեց եւ 1699-ին խորտակվեց Կարիբյան ծովում Իսպանիոլա Կատալինա կղզու մոտ։ Նավի փաստաթղթերը պահպանվել են Լոնդոնի արխիվներում։ Եվ անձնագիրը, եւ կարգո ցուցակը ինչ բեռ ուներ նավը, եւ տարբեր փաստաթղթեր կապված Ուիլյամ Քիդի հետ, եւ այլն հիմնականում Լոնդոնի արխիվներում։ This one, for instance, if you read carefully, you can see on this one. Այս փաստաթղթում կարելի է կարդալ, դա նշված է կարմիր գծով, որ ուրիշ հայ առևտրականներ եւս խոսում են Քեդախ մրջնթի վրա գտնվող ապրանքների մասին եւ քննարկում են, թե ինչ ապրանքներ կան այդ նավի վրա։ Ստորջրյա հետազոտությունների ամերիկյան մասնագետները նավի մնացորդները հայտնաբերեցին 2007 թվականին։ Հնագիտական այդ խոշոր գտածուն պատկանում է Դոմինիկյան Հանրապետությանը, քանի որ գտնվել է նրանց ջրերում, եւ ի դեպ ափին շատ մոտ, ընդամենը 5 մետրային կողմ։ 2011-ին արդեն բացվել է Երկրի գանձերը անունով թանգարան, որ պիտի գործի 20 տարի։ Ինդիանայի նահանգում գտնվող ստորջրյա այս բացառիկ թանգարանը տարեկան 1 միլիոնից ավելի այցելու ունի։ Այստեղ երեխաները կարող են սուզվել եւ մոտիկից շոշափել գտնված արտեֆակտները։ Պեղումների, հնագիտական ու պատմական հետազոտությունների եւ այս ամենը պահպանելու ու ցուցադրելու համար ծախսվել է մի քանի միլիոն $, ասում է դոկտոր Բիքերը։ 17-րդ դարում խորտակված եւ 300 տարի անց գտնված նավի հայկական պատկանելությունը ցույց տալու համար եւս բոլոր վկայությունները կան։ Ամերիկացի հնախույզը հոգացել է, որ թանգարանում ցուցադրվեն եւ Հնդկաստան գաղթած նոր ջուղայեցիների տարազը եւ հայկական դրոշը, որն ավարկելիս բարձրացնում էր հայերի առևտրանավը։ Քեդախի վաճառականի հայկական պատկանելության մասին նշված է նաեւ 4 շաբաթ առաջ ջուրը իջեցված այս վահանակի վրա։ Իսկ ծովի հատակին ընդմիշտ անթեղված այս պատիճի մեջ հայկական դրոշն է։ Քեդախի վաճառականը հայկական ժառանգություն է։ Դա հայտնաբերելու, ապացուցելու եւ ցուցադրելու համար ամեն ինչ արվել է գիտականորեն եւ ֆինանսապես, ասում է դոկտոր Բիքերը։ Մնում է, որ հայ հասարակությունն ու պետությունը եւս հռչակեն, որ դա իրենց ժառանգությունն է։ The Armenian history is so much founded upon the sea, the maritime. Այս նավը ձեր պատմական ժառանգությունն է եւ հայկական դրոշը միշտ պետք է բարձրացված լինի այդ նավի վրա։ Ես ամերիկացի եմ, բայց ոչ միայն ամերիկացիները պետք է խոսեն այդ պատմության մասին, այլև հայերը պետք է խոսեն իրենց ժառանգության մասին։ Հայ հասարակությունից եւ պետությունից սպասում ենք, որ նույնպես ասի, որ սա հայկական հնագիտական ժառանգություն է։ Նավապետ Քիդի հետ չարաբաստիկ հանդիպման եւ հնագիտական նորագույն հայտնագործության շնորհիվ Քեդախի վաճառականը դարձել է ամենահայտնի հայկական նավերից մեկը։
բայց այդպիսի նավերի միայն ցուցակը տպագիր 3 էջ է, որ այսօր կարելի է տեսնել ծովային հետազոտությունների Այաս ակումբում։ Դրանք հիմնականում նոր ջուղայեցիներին պատկանող նավեր էին, որ նավարկում էին Հնդկական օվկիանոսում եւ Հեռավոր Արևելքում 16-ից 18-րդ դարերում։ Դեռևս ուսումնասիրված չէ ոչ խոջայական կապիտալը օգտագործող հայկական առևտրական մեծ կամպանիաների նավագնացության, ոչ էլ ընդհանրապես մեր ծովային հարուստ պատմությունը եւ ամերիկյան հնագետների հետ գործակցությունը նոր բացահայտումների մեծ ասպարեզ կարող է բացել։ Տաթևիկ Նալբանդյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Եվ այս թողարկման մշակութային էջը։ Ռոման Բալայանը խորհրդային կինոարվեստի հայ մոհիկանը, 70 տարեկան է։ Իր ռեժիսորական անկախությունն ու ինքնուրույնությունը նա ցուցադրել է դեռ նախորդ դարի 70-ականներին։ Բիրյուկն ու Ֆիլերը եւ վերջապես այդ թռիչքները երազում եւ արտնին ապացույցն էին նրա տաղանդի։ Ուկրաինայի ժողովրդական արտիստն ու Փարաջանովի աշակերտն ապրում է Կիևում, սակայն նկարում ամենուրեք։ Մեծածավալ հեռուստատեսային նախագծերից իհարկե խուսափել չի կարող, սակայն իսկական կինոից հեռանալ չի պատրաստվում։ Հատկանշական է, որ ռեժիսուրայի հանճար նա համարում է Գաբրիել Գարսիա Մարկեսին, որի համար ինչպես եւ Բալայանի ամենակարևորը ոչ թե հերոսների արարքներն են, այլ զգացմունքները։ Կիևում Ռոման Բալայանին այցելել է Աշոտ Մնացականյանը։ Կինոնը մտավ համեստ ու կարծես առանց նոր ոչ թելադրելու հավակնությունների։ 3 տարի նրան չէր հաջողում նկարել իր առաջին կինոնկարը։ Չկար գումար, իսկ երբ ֆիլմն արդեն պատրաստ էր, հասկացավ, որ ուշացել է։ Երկրորդ ֆիլմը նրան հռչակավոր նույնպես չդարձրեց։ Мое кино не было посещаемым. Нынче это называется артхаус, мы просто Իմ կինոն շատ չէին դիտում, հիմա դա արտհաուզ է կոչվում։ Այն ժամանակ մենք կարծում էինք, թե դա հեղինակային կինո է։ Դա հիմա է, որ կինո են նկարում, պարզապես բեմադրիչի գումարը ստանալու համար։ А сейчас снимают фильмы лишь бы просто получить постановочные. 70-ականներին նրա մասին վերջապես սկսեցին խոսել Տուրգենևի Բիրյուկի պրեմիերան կայացավ ոչ ավել ոչ պակաս Բերլինալեում։ Հետո նորից դադար հնգամյա Բալայան մարդու համար կարծես անվերջ, բայց միևնույն ժամանակ շատ արգասաբեր նրա ու նրա կինոյի համար։ Առանց այդ պարտադրված դադարի գուցե եւ չլինեին այդ թռիչքները, թվում է այդքան անհնար խորհրդային կինոյի։ Տրամադրություն ստեղծող ռեժիսոր ամենանուրբ ու գրեթե անտեսանելի մարդկային զգացմունքները որսացող Բալայանը ստեղծում է իր հերոսի մասին կինոն, համբույրը, ֆիլորն ու վերջիններից դրախտային թռչյունները։ Նրան հաճախ են մեղադրում, որ ամեն անգամ նույն ֆիլմն է նկարում նրանց մասին, ովքեր չեն փնտրում հեշտ ուղիներ։ Երկար տարիներ Կիևում ապրող Ռոման Բալայանն աշխարհին հայտնի է նախևառաջ որպես խորհրդային կինոյի լեգենդ, սակայն որտեղ էլ նա գտնվի, Փարիզում թե Բերլինում, Կաննի միջազգային փառատոնում թե ամերիկյան կինոակադեմիայի դահլիճում, նա միևնույն է շարունակում է մնալ հայ, ծնունդով ղարաբաղցի։ Ամեն տարի առնվազն 1 շաբաթ Ռոման Բալայանն անցկացնում է հայրենիքում։ Вот так геополитически сложилось, что соседи нас, в общем-то, не очень. Այնպես է ստացվել, որ մեր հարևանները մեղմ ասած մեզ շատ չեն համակրում։ Միակ ելքն այս իրավիճակից նկատի ունենալով նաև այն, որ մենք հանածոներ չունենք, որոնք հետարքր են աշխարհին, բայց ունենք խելք։ Միակ ելքն այն է, որ մենք ստեղծենք մեր Սկոլկովոն, զարգացնենք գիտությունը, ուղարկենք մեր երիտասարդներին արտասահմանի լավագույն բուհերը, վերադառնալու պայմանով իհարկե։ Դա է մեր ապագան, այդ ուղով են գնացել Ճապոնիան ու Իսրայելը, ու մենք էլ պետք է այդ ճանապարհն ընտրենք։ Приехали. Փարաջանովի աշակերտն ու կինոյի իր խոսքն արդեն ասած վարպետը շարունակում է աշխատել։ Գուցե նոր ֆիլմերը չբերեն միլիոնավոր դոլարների եկամուտ ու քննադատները նորից ասեն՝ տխուր է, սա արդեն տեսել ենք, բայց միևնույն է կնայեն ու կճանաչեն նրան առանց տիտրերի։ Այդպիսին է ոչ մեկին չնման ու մտածել ստիպող նրա Ռոման Բալայանի ոճը։ Աշոտ Մնացականյան, Առաջին լրատվական, Կիև, Ուկրաինա։ Այսքանը առաջինում Կիրակ Նորյան էր։ Կհանդիպենք վաղը հարցազրույցում։ Հաջողություն։